Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Վերջին օրերին սահմանից ստացող հաղորդագրությունները վկայում են, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը կտրուկ սրվել է։ Իդեպ առաջին անգամ Ադրբեջանը տանկեր է կիրառել Արցախի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից տանկային կրակի կիրառումը լարվածության նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում։ Լարվածությունը հասել է գագաթնակետին, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյան, բարև ձեզ։ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցածը ինչպես են որակել։ Ինչպես ցիտեցիք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, լավագույն որակումը տվեցինք այսօր իր բանավոր խոսքում եւ նաեւ այսօր խոսել է դաշտային օգնական Անջեյ Կասպրչիկի հետ։ Այո, սահմանագծին լարվածությունը հասել է իր գագաթնակետին եւ որովհետեւ ավելի պատկերավոր լինի, ասեմ, որ առաջնագծի գնդերի բրիգադների թե հայկական, թե ադրբեջանական զինանոցում եղած զինատեսակներից երևի միայն տանկերը չէին կիրառվել, տանկերն էլ կիրառվեցին, ըստ էության այս զենք չմնաց, որ գնդերի սպառազինության մեջ կա, որը չի կիրառվել 14-15 թվականների ընթացքում։ Վերլուծաբանները արդեն այս ադրբեջանական այս քայլը որակել են կես քայլ մասշտաբային ռազմական գործողությունների։ Մի քիչ իհարկե չափազանցություն եմ նկատում նման մեկնաբանությունների մեջ, բայց հետո ինչ։ Դժվար է ասել, որովհետև ինչպես գիտեք, ամեն ինչ որոշում է քաղաքականության ինչ-ինչ ուրեմն քայլերի արդյունքում, միգուցե կանգ կառնի, միգուցե կմնա այս աստիճանի վրա, բայց այո, շատ ու շատ կոնֆլիկտներ աշխարհում, որոնք այսպես կամաց լարվել հասել են այս կետերին, այո, այս կետերից արդեն այն կողմ լայնամասշտաբ պատերազմն է։ Մենք ինչ պետք է անենք։ Մենք էլ տանկով պատասխանենք։ Մինչ այս ինչ որ արել ենք, ես կարծում եմ, մինչև հիմա եղել է արդյունավետ։ Իսկ մենք մինչև հիմա հստակ չենք պահպանել այն գիծը, որ ինչ կրակում են նույնով մենք պատասխանենք։ Միշտ չէ, որ համապատասխան միջոցով, համապատասխան միջոցին պիտի պատասխանես, երբեմն այլ միջոցներ են կիրառվում, ամեն ինչ չէ, որ կարող ենք բացել, բայց կարելի է տանկ չկիրառել, այլ միջոցներով ավելի էֆեկտիվ հարվածել, ինչպես ասենք նախորդ ամիսների ընթացքում իրենք կիրառել են հրետանային այս կամ այն միջոցը, բայց մենք միշտ նույն միջոցներով չենք պատասխանել իրենց։ Նշեցիք պաշտպանության նախարարը զրուցել է Կասպրչիկի հետ, այդ զրույցը ենթադրում է հետագա քայլեր։ Մենք տեղեկացրել ենք, որ այսպիսի բան է տեղի ունեցել եւ հայկական կողմը բնականաբար կանցնի հակաքայլերի։ Ճիշտ տրամաբանությամբ եմ գնում։ Իհարկե, ցավոք սա տեղյակ եղեք, որ այսպիսի բան է եղել ադրբեջանական կողմից, մենք անցնում ենք հակաքայլերի։ Այո, եւ ես կուզենայի մի փոքր հետ գնալ, դուք հիշում եք նախորդ օրերին երկու շաբաթ չկա, երբ որ սա միջը սկսեց լարվել եւ Լևոն Նալբանդյանը հանդիպել էր Եվրոպայում, հիշում եք Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ ասել էր, որ հասցեական մեղադրանքներ կոնկրետ կողմերին պետք է խստացվեն, այսինքն պետք է հստակ նշվի։ Այդ մասին բազմիցս նշել է Հանրապետության նախագահը, բազմիցս այդ մասին նշել է պաշտպանության նախարարը ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահների կամ նրանց դաշտային օգնականի ներկայությամբ։ Այո, եթե չի նշվում հստակ, եթե հասցեական չեն, խախտողների անունները չեն նշվում հասցեական եւ հայկական կողմը բազմիցս ասել է, որ պատրաստ է այդ քննության մեխանիզմներին նպաստելու դրա ձևավորմանը, որպեսզի մեխանիզմները գործեն եւ հստակ նշվեն մեղավորները ովքեր են։ Եթե մեր կողմից կլինի նման խախտում, թող ասեն հայկական կողմը խախտում է կատարել։ Եթե ոչ, ապա պատասխանատվության ամբողջ խորությունն ու բովանդակությունը կգնի ադրբեջանական կողմի վրա։ Այսինքն շատ տրամաբանական կլինի սպասել Մինսկի խմբի արձագանքին։ Մեր քայլերը սրանով են պայմանավորված, ինչպիսի արձագանք կհնչի, թե դա էական չի։ Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մեր քայլերը միշտ եղել են քաղաքակրթության այդ ուրեմն հեշտականությամբ։ Միշտ լինել ուրեմն քաղաքակիրթ, զգուշացնել, որ այ տեսեք ինչ է տեղի ունենում, բայց իհարկե եթե դա չի աշխատում, ապա հակառակորդի հետ խոսել իր լեզվով, իսկ իր լեզուն ցավոք հրանոթի լեզուն է։ Կապել այս դեպքերը որոշակի փուլի հետ
կան մեկնաբանություններ, կան վերլուծություններ, որ առաջիկա հանդիպում է սպասում նախագահների եւ սովորաբար նման կարգի հանդիպումներից առաջ լարվածությունը արդեն դարձել է օրինաչափ երևույթ եւ հիմա հերթական լարվածությունը խոսում է հենց այդ մասին։ Հիմա սա որպես արդեն իմացած բան, որ նախկինում եղել է տարիների ընթացքում, թե կա նաեւ այլ գործոն։ Այսօր Պաշտպանության նախարարը եւս նշեց այդ մասին, որ այս գործոնը միանշանակ միշտ օգտագործել է Ադրբեջանը լարումը ավելացնելու համար, բայց նա նշեց նաեւ, որ մեր հանրաքվեի օրերին իրենք եւս շահագրգռված էին լարումը բարձրացնելու այն ժամանակ, երբ հայկական կողմը իրենց ընտրությունների ժամանակ նոյեմբեր ամսին մինչ այդ եվրոպական խաղերի ժամանակ զսպվածություն է ցուցաբերել, որը նորից եմ կրկնում քաղաքացիության նորմերի մեջ է։ Եվ այս հանգամանքը գոյություն ունի եւ նախագահների առաջիկա հանդիպումը իհարկե իրանք միշտ օգտագործել են, բայց որոշ փորձագետներ նշում են նաեւ այլ պատճառներ։ Ես կարծում եմ դրանք բոլորն էլ պետք է հաշվի առնեն, որովհետեւ Ադրբեջանը միշտ էլ դրանք բոլորը օգտագործել է։ Շատ վերլուծաբաններ այս process-ը կապում են նաև ռուս-թուրքական լարվածության հետ։ Ես չգիտեմ կոնկրետ աղերսները ինչպիսին են այստեղ, բայց հարակից նշվում է, որ Ռուսաստանը զինտեխնիկա է տեղափոխում Հայաստան, որը կարծես թե միշտ եղել է եւ դա ըստ պայմանավորվածությունների երկու երկրների միջև, բայց հիմա ավելի հատուկ է նշվում, որ հատուկ տեխնիկա է գալիս Հայաստան, հետո խոսում է ռուսական ռազմաբազայում զորավարժությունների մասին եւ չես կարող այս process-ները չկապել իրար հետ բարձրապես։ Ես իրավասու չեմ իրականում գնահատական տալ այս համատեքստում, այսինքն Թուրքիա, Ռուսաստան, սա այլ հարթություն է, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում բոլորը դրա կապը տեսնում են, բոլորը։ Այո, Ադրբեջանը այս կամ այն կերպ հայտնվել է Թուրքիայի դաշինքում կամ Թուրքիայի հետ իր եղբայրական ի վերջո պետություններ են, ազգեր են համարվում եւ սրանք ինչ-որ կերպ կապվում են իրար։ Բայց ես կարծում եմ, որ սրանք բոլորը միասին պետք է դիտարկել, որովհետեւ այս պահին միանգամից մի քանի գործոններ են գումարվել իրար։ Այսօր կարծացի նաեւ այլ տեսակետ, որը նորից ոչ թե այլընտրանք էր, այլ լրացում այս ամենին, եւ կարծում եմ սա էլ որոշակի ապրելու իրավունք ունի։ Ադրբեջանը այս տարիների ընթացքում 2002 թվականից ի վեր առաջին անգամ 16 թվականին ռազմական բյուջեի կրճատում է անում։ Այն էլ շեշտակի է։ Այն էլ շեշտակի, մոտ 50%։ Այսինքն տեսեք ինչ է կատարվում։ Մենք առաջին անգամ տեսնում ենք այդ ուրեմն միֆի փլուզումը, այդ տասնյակ միլիարդ դոլարներ պաուստային ֆոնդ մշտական։ Միգուցե մեզ են հանգստացնում։ Չէ, ես կարծում եմ, որ ամեն ադրբեջանական ապատեգակատվությանը հայտնի բան է դա։ Այո, պետք է նաև միգուցե զգուշավոր լինել այս հարցում, բայց ես մոտ 1 տարի հետևում եմ իրենց, այսպես ասած, պաուստային ֆոնդի տատանումներին, սա կարելի է նաև տրամաբանական հավարել այս ամեն ինչը, որովհետև ի վերջո այդ գումարների սպառումը բավականին արագ էր սկսել, դեռ տարվա կեսից, բոլորս լավ հիշում ենք, մանատի պահպանման համար, նավթի գների անկում եւ այլ, ինչպես նաեւ այս պահին այդ նավթաշտարակի վրայի հրդեհը, որը միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել, տրամաբանական է նաեւ, որ կրճատվեն գումարները։ Իսկ Ադրբեջանի ձեր պաշտոնակցի հայտարարություններին հետևում եք։ Դա իմ գործառույթների մի մասն է կազմում։ Դե շատ հայտնի եւ սենսացիոն հայտարարություն է արել, ընդ որում դա համարվում է արդեն պաշտոնական հաղորդագրություն, չէ՞, որ հայկական կողմը նախարարցակ է եղել եւ տվել է շուրջ 100 զոհ։ Դա ասում է, կարծեմ, գնդապետի չին ունեցող մարդը։ Այո, ես միշտ հետևում եմ եւ այստեղ երկու հարցի վրա կուզենայի կենտրոնանանք։ Առաջինը, որ իմ այսպես ասած պաշտոնակիցը կամ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը բարձվում է այսօր պաշտպանության բանակի մեկնաբանները շատ լավ նշել էին, որ փաստորեն մարդիկ ոչ միայն ռազմական գործից այնքան էլ բարձր մագարտակցություն ունեն, այլ նաև տարական մաթեմատիկայից էլ են մի քիչ հետ մնում, որովհետև նախկինում էլ էին թվեր։ Որ մեկ ամիսը մեկ տարվա։ Նախկինում էլ էին թվեր նշել, հիմա էլ եւ եթե գումարում ես լրիվ այլ բան պիտի ստացվել էլ իրականում։ Հիմա նրանք նորից այստեղ մոռանում են ինչ են հայտնել նախկինում, ինչ սուտ են խոսել, հիմա նոր սուտը մատնում են նախորդ ստին, էլի։ Նրանք մոռանում են, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, կամ գիտեն, բայց իրեն ժողովրդին են մոլորության մեջ փորձում գցել։ Եվ այստեղ մենք ընդհանրապես այդ մոդելը մերժել ենք որևէ մեկ զոհ թաքցնելու, անգամ ծանր վիրավորներին չենք թաքցնում։ Թե վիրավորներին
ոչ թե թաքցնում ենք, այլ կարիքը չկա հայտնելու, որովհետև դա process է։ Ինչ մնաց մեկից ավել, 1, 2 կամ չգիտեմ, ավել զոհեր։ Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև կա այստեղ ազգային մտածելակերպի ինստիտուտ հայկական, որը ինքը չի կարող դա ընդունել, դա մերժվում է։ Հայության ներսում դա մերժվում է եւ չի կարող ապրել այդպիսի բան։ Եվ կուզենայի ուրիշ հարցի վրա ուշադրություն հրավիրել, փաստորեն Ադրբեջանը ամեն անգամ, երբ իր ագրեսիան, չստացված ագրեսիվ դրսևորումները, տապալված դիվերսիաներ, հարձակումներ եւ այլ բնույթի փորձում է մեկնաբանել անպայման նախաբանում գրելով, որ հայկական, հերթական հարձակումը տապալվեց, տրամաբանող ադրբեջանցիների մոտ հարց է առաջանում, որով փլուզում է իրենց ամբողջ այդ միֆը։ Բայց եթե ադրբեջանական բանակ այդքան հզոր է, եթե այդքան, չգիտեմ, անպարտելի է եւ այլն, ինչպես է ստացվում, որ ամեն անգամ ձեր նշած արդեն կործանվող հայկական բանակը դեռ ամեն օր հարձակվում է։ Քիչ է կորուստներով է ամեն օր հարձակվում, իր կորուստները մարսում է, այսինքն սա էլ է նորից մատնում է, չէ՞ սուտ է։ Ոնց կարող է փոքրիկ բանակը, որը իբր կործանվում է, եւ դուք երբ ուզենեք կհաղթեք այդ բանակին, ամեն օր հարձակվում է ձեր վրա։ Եվ քիչ է ամեն օր հարձակվում է, զոհերից հետո նորից հարձակվում է։ Եվ հետո կորուստների թվի հետ այդպես անփույթ վարվելն է անհասկանալի մնում։ Կարելի է մի քիչ խելքին մոտ թիվ հրապարակել, լավ, եթե թիվ ես հորինում։ Իհարկե։ Գիտեք, երբ որ մի պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 10 տարուց ավելի տոտալ ստի մարտավարություն է հորինել, իր ամեն մի նախորդ մատնված սուտը քողարկելու համար փոխանակ գնա ճշմարտության ճանապարհով ինչ է անում, ստի ծավալները ավելի է մեծացնում։ Իդեպ մենք ծանր վիճակում գտնվող զինվոր ունենք տեղեկություններ ինչպես։ Այսօր եմ խոսել բժիշկների հետ, դեռ շարունակում է վիճակը ծանր մնալ, բայց այսօր բժիշկները մի փոքր հույս տվեցին, որ ստաբիլության նշաններ կա։ Եվ այն հրապարակումը, որի մասին չեմ կարող չհարցնել, հայկական կողմը ադրբեջանական մի ամբողջ ռազմական ավան է ոչնչացրել։ Երբ է դա տեղի ունեցել եւ արդյոք համապատասխանում է իրականությանը։ Ես չեմ կարող հստակ ամսաթիվ ասել հասկանալի պատճառներով, բայց այս վերջի շրջանի լարումների ընթացքում է տեղի ունեցել եւ ես կուզենայի հատուկ ուշադրություն հորինել հանգամանքի վրա, որ այդ ռազմական ավանի կամ չգիտեմ ստորաբաժանման հենակետ ասենք, իր ամբողջ զինանոցով, պահեստով եւ այլն, ուշադրություն ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեսեք դիրքերին մոտ օբյեկտի մասին է խոսքը։ Չի ասի շատ մոտ, որովհետեւ նման ստորաբաժանումների հենակետերը այդքան մոտիկ չեն լինում դիրքերին։ Ես կուզենայի այդ տեսանյութում մի քանի կետերի հաշվություն դարձնել։ Առաջինը տեսեք, դուք բոլորը տեսաք, թե ինչպես են սովորաբար ադրբեջանցի հրամանատարները փախչում իրենց զինվորներին թողելով Բախտիկը Մաջուկին։ Սա որտեղած քաղաքականություն եւ պատմության ավանդույթներ ունի Ադրբեջանի դեպքում։ Ես կուզենայի հրավիրել ուշադրությունը հանգամանքի վրա, թե ինչ տարբերություն կա հայ հրետանավորների կրակի եւ ադրբեջանցի հրետանավորների կրակի մեջ դիպուկության առումով։ Եվ երրորդը, այսպես ասած, մենք երբեմն շատ ենք լսում այդ քննադատությունները, հատկապես մեր ներսում եւս Հայաստանում, որ Ադրբեջանը այսքան միլիոններ ծախսում է տեխնոլոգիաները ձեռք բերում, մենք տեխնոլոգիաները չենք զարգացնում եւ այլն, դուք շատ լավ տեսաք, որ հայկական բանակը եւս կիրառելով անօտաչու թռչող սարքերի ուղղորդումը հրետանային կերակի համակարգում նույնիսկ ավելի որակյալ ԱԹՍ էր եւ ավելի նույնիսկ կադրից է երևում, ինչքան որակյալ տեսախցիկ, ինչքան որակյալ է հայկական ԱԹՍ-ի։ Եվ համապատասխան հրետանու հետ համագործակցված կերակ ինչպես է վարում։ Սրանք նրբություններ են, որոնք էյֆորիկ այս գործընթացների մեջ երբեմն անտեսվում են, բայց սրանք շատ կարևոր ձեռքբերումներ են հայկական բանակի։ Անշուշտ կարևոր է։ Կարևոր է նաև թե այս պահին ինչ ռազմատեխնիկա է օգտագործում, ինչ զինատեսակներ է օգտագործում ադրբեջանական կողմը։ Մենք ունենք այդպիսի հավաստի տեղեկություններ։ Պաշտպանության բանակը հստակ ամեն օր նշում է եւ նույնիսկ թվերով է նշում ագանատերի տեսակները, ռեակտիվ համազարգային կերակի կայանը, որը դեռ վաղուց մենք խոսում ենք, որ Թուրքիայից ներկրվում է TR-107-ը, հետո կա TR-122, որը գրադի համարժեքն է։ Թուրքական արտադրության զինատեսակ է հիմնականում, եւ նույնիսկ արկերի քանակներն են հստակ նշվում։ Մենք ամեն ինչ էլ տեսնում ենք, ֆիքսում ենք։ Դե այստեղից էլ ենթադրությունը թուրքական միջամտության մասին։ Դրա մասին էլ վաղուց նշվել։ Թուրք սպաների արկայությունը ուղղորդելը երբեմն եղել են, այո, մեր հաղորդագրություններ այն մասին, որ ովքեր են օգնում, ինչ ուրեմն ուսուցիչներ կան այնտեղ, ինչ ուղղորդողներ կան այնտեղ։ Հիշում եք 2014 թվականին նույնիսկ ադրբեջանական զոհերի
եւ թուրքական զոհերի ազգանունների փոփոխություններ, որովհետեւ ծածկադմփոց անեն, որոշ վիրավորներ իբր տարվեցին այնտեղ բուժվելու ինֆորմացիաները կան։ Մի բանի մասին էլ ես ուզում եմ այսօր մենք հատկապես շեշտենք, դա իհարկե լայնորեն հրապարակայնացվում է, որ հարկավոր է բջջային հեռախոսներից զգուշաբար օգտվել, հատկապես սահմանին գտնվող զինվորների հետ զրուցելիս, երբ քո խաղաղ բնակավայրից զանգարում է զինվորին, դա մի բան է, եւ զինվորին վտանգի տնելը չգիտակցելը դա լրիվ այլ բան է։ Երբ դիպուկահարների, այսպես ասած, մենք մենամարտ ենք լսում եւ դիպուկահարներից զոհված զինվորի մասին հաղորդագրություն է գալիս, անմիջապես այդ հաղորդագրությունն ենք հիշում, որ շատ հավանական է, որ բջջայինն է այստեղ պատճառ դարձել։ Հիմա ինչ կապ գոյություն ունի այստեղ եւ ինչ կարող ենք մենք նորից ստապության որպես։ Եթե կոնկրետ դրա մասին է խոսքը, այո, պետք է զգուշ լինել, պետք է հասկանալ, որ տեխնոլոգիաները ժամանակից շատ են զարգացել եւ բջջային կապի, ցանցի եւ տեղադիրքի բաժանորդի ֆիքսումը դա կոորդինատ է։ Այսինքն դիպուկահարը արագ կարող է որսալ հենց այդ։ Դիպուկահարը, չէ, ավելի շատ այստեղ հրետանային կրակի մասին է խոսքը, այդ ականետային կրակի մասին է խոսքը։ Դիպուկահարները դեռ այդ տեխնոլոգիաները այդքան չեն կիրառում, բայց այո, պիտի հասկանանք, որ ցանկացած բաժանորդ, երբ թե օգտագործում է հեռախոսը, դրա համար մենք հորդորել ենք։ Մեր զինվորները, եթե դուք լինեք առաջնագծում խելամատներում, բոլոր տեղերում, ուրեմն զինվորները դասկացում են համապատասխան հրահանգներ, ստորագրում են անվտանգության կանոններ եւ նույնիսկ համապատասխան ուրեմն տպագրած ցուցանակներ կան, որտեղ գրված է, որ այս տեխնոլոգիաներից պետք է չօգտվել, այստեղ պետք է եւ ոչ միայն բջջային հեռախոսների մասին, ընդհանրապես անվտանգության կանոնները առաջնագծում, հենակետում, մարտական դիրքում, խրամատում շատ կարեւոր են եւ պետք է այո հասկանանք, որ հակառակորդը եւս զարգանում է, հակառակորդը եւս ինքնակատարելագործվում է եւ նորանոր տեխնոլոգիաները փորձում օգտագործել մշտապես եւ ամեն անգամ պետք է մենք միշտ մի քայլ, երկու քայլ առաջ լինենք այս հարցում։ Ես կուզենամ նորից նշեմ, որ չնայած այդ լարվածության ամենաբարձր մակարդակին, պետք է չմոռանանք, որ մեր զինվորը, մեր սպան միշտ մի քայլ առաջ են հակառակորդից։ Մեր պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբը, պաշտպանության բանակի հրամանատարությունը մշտապես առաջնագծում է, մշտապես զորքերի մարտունակության ապահովման խնդրով է։ Առօրյան մեր մշտապես սա է։ Եվ եթե չլինեն հայկական զինված ուժերի համարժեք պատասխանները, երբեմն պատասխանների վրա մենք շատ ենք ֆիքսվում, երբեմն նաև կանխարգելիչ գործողություններ, այսինքն հակառակորդի դեռ չբացազատված ստորաբաժանումների, չգիտեմ, չեզոքացումը, ապա մենք լրիվ ուրիշ պատկեր կունենանք։ Գիտեք, այսպես տպավորություն է, որ այսպես զոհեր որ լինում են կամ ասենք հակառակորդին պատժում ենք եւ դա ֆիքսվում, փաստվում է, տպավորություն է, որ սա այսպես կողմերը համակերպվել են այս կամած լարման հետ եւ ինչ որ կերպ այսպես խրամատում կարծես հանգիստ վիճակ։ Դե այսօր այդ միտքն էլ էր հնչել տեղի ունեցածի առնչությամբ, որ մենք ստատուս քվոն ստիպված ենք զոհերի գնով նաեւ պարբերել։ Բայց հավատացեք, հակառակորդը ինքը երբ որ պլանավորում է ինչ որ ագրեսիա, ինքը այդ մինիմում խնդիրներով չի ուզում բավարարվի։ Ինքը միշտ էլ ավելի մեծ ցանկություն ունի։ Միշտ էլ ինքը կուզենար գոնե 1 խրամատ տնօրիներ։ Բայց եկեք տեսեք, որ այս տարիների ընթացքում ոչ միայն չի կարողացել խրամատներ տնօրինել, այլ կորցրել է այդ խրամատները։ Այսինքն պիտի հասկանանք, որ այս, չգիտեմ, տարբեր բնորոշումներ ենք տալիս որպես հանրության համար, չգիտեմ, սողացող պատերազմ, դանդաղ պատերազմ, հիբրիդային պատերազմ, բայց սա ի վերջո պատերազմ է, ոչ լայնամասշտաբ, բայց պատերազմ է, որտեղ հակառակորդը կուզենար լուրջ հաջողություններ ունենալ եւ այդ չունենալը միայն ու միայն հայկական զինված ուժերի մարտունակության դրսևորումն է, առավելության դրսևորումն է։ Հիմա գանք կոնկրետ փաստին, հակառակորդը խրամատներին ձեր նշած տանկեր է մոտեցրել։ Մենք ինչ պիտի պատասխանենք դրանի վերջում։ Դուք հավատացած եք, որ պատասխանը կամ այլ գործողությունները արդեն կատարված են։ Պարզիչ չի, որ մենք այդ լուրը ստեղ ստացանք, մի հատ բոլորս մարսեցինք այդ լուրը, հետո նոր բանակը փորձում է ինչ-որ դրան հակադարձում կատարել։ Այդպեսի բան չկա։ Եվ վերջինը մենք ավարտում ենք մեր զրույցը, ով է այն պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, որին ձերբակալել են դավաճանության հոդված։ Նախ պետք է ասեմ, որ ինքը վաղուց մոտ 1 տարուց ավել այլևս զինվորական չի, ինքը իդեպ բանակից կամավոր հեռացել է իր դիմումի համաձայն, որովհետև չի համապատասխանել հաստիկին, այն պաշտոնին, որին ինքը նշանակված է եղել, չի ձգել։ Այսինքն նա վաղուց գործող սպա չէ։ Այո, նա զորացրված սպա է եղել եւ դա ազգային անվտանգությունը կարող է ներկայացնել, թե իր հանցագործությունը կոնկրետ ինչում է կայանում։
Շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար։ Այսօր մենք լսում ենք Վարշավության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Հաջողություն։